գրված է Julian Assange-ին։ Ու ամեն ինչ գիտենք, իսկ հիմա փորձենք պատկերացնել ինչ կներ, եթե Հայաստանի դիվանագիտական գաղտնիքները պատահաբար տաներ Assange-ը։ Ուրեմն բացվեց Wikileaks-ը, հայկական Wikileaks-ը։ Եվ այսպես Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն ամերիկացիները ոնց որ մտածում են ցեղասպանության ընդունման մասին, բայց դա այս պահին ամենակարևոր լուրը չէ։ Երեք կարողացա նկարվել Կլինտոնի հետ։ Կրկնում եմ, կարողացա նկարվել Կլինտոնի հետ։ Մեր դիվանագիտությունը լուրջ առաջընթաց է ապրել, արդեն երկրորդ նկարն է, այս անգամ արդեն ձեռքը սուսին եմ։ Մոսկվայի դեսպանատուն։ Աչքիս Պուտինը մի տեսակ ավելի կարևոր է, քան Մեդվեդևը։ Ամերիկացիներն են ինչ-որ խոսում, ինչ-որ աններ են դնում, չգիտեմ, Բեթմեն, բան։ Հա, կոնֆետները թանկացել է, դրա համար մենակ երշիկ կուղարկեմ այս տարի։ Բրիտանիայի դեսպանատնից։ Դեյվիդ Բոուին ահագին պառավել է։ Եվս մի քանի տարի ու կարծում եք կարողանանք բերել Հայաստան։ Իսկ եթե մի թեթև կատված լինի, կարող են նույնիսկ մյուս տարի բերեք։ Մի բան էլ պետք է գրեն, բայց չմեռնեք, սրանք դեռ թագուհի ունեն։ Okay, նորից Վաշինգտոն։ Նորից Վաշինգտոն։ iPad-ը թանկ է, կարամ iPhone ուղարկեմ նոր։ Հա, իդեպ Օբաման խաբեց, ցեղասպանությունը չստացվեց, չընդունեց։ Իդեպ ինչ-որ մեծ ձեռ են անում ստեղ պետքարտուղարությունում, հիմարները ասում են ինչ-որ քաղաքապետը մարդ-մուրդ է ծեծել Հայաստանում։ Աբսուրդ։ Bill Gates։ Ստեղ սկսում են անհարմար հարցեր տալ մեր ընտրությունների մասին։ Խոստանում են մարդու չասել, եթե պատմեմ ոնց է իրականում կազմակերպում, ոնց ենք հաջողացնում սաղ դասավորել, քանի որ դիվանագիտական գաղտնիքները միևնույն է չեն բացահայտվելու, դրա համար ես մի երկու բան իրենց պատմեցի։ Մոսկվայից։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության որոշ մարդիկ տեղյակ չեն, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ինչ խորհրդներ են ուզում վաճառեն Ադրբեջանին։ Պաշտոնապես չեն ասում, բայց մենք արդեն նրանց նախարարություն ուղարկել ենք մեր դաշինքի պատճենը։ Հիշեցնելու համար։ Թե ով է իրենց ամենակիփ փոքր եղբայրը Կովկասում։ Ֆրանսիա։ Հարցեցին ձեր մոտ ոնց է խոսքի ազատությունը, ուզում եմ ասեի, արդյոք նա այդքան կա, որ այդ հարցը տա, բարձրեց Սարկոզինը։ Ուղղակի առավոտվա կողմ էր, տենց չճանաչեցի։ Պատասխանեցի, որ հազարավոր բլոգեր ունենք։ Նորից լղոզեցի գնաց մի խոսքով։ Շվեդիա։ Այսօր հանդիպեցի մի հատ թույն տղու հետ, Assange-ը ոնց էր անունը։ Խնդրեց ամերիկացիների վրա ինչ հետաքրքիր նյութեր ունենք, տրամադրենք, ինչ որ գիրք ա ոնց էր ուզում գրի։ Մոսկվայի դեսպանատուն։ Երեք որոշեցի մետրոյով տուն գնամ։ Պարզվեց հասարակ ժողովուրդը տեղյակ չի, որ Հայաստանը իրենց ռազմավարական գործընկերն է։ Ռուսաստանում կա քաչալ սպորտսմենների մի խավ, որոնք անընդհատ քաղաքացիների իրազեկությունը բարձրացնում են իրենց դիրքորոշման մասին, որը չի համընկնում պետական դիրքորոշման հետ։ Մեզ թվում էր, որ առնվազն ոստիկանները տեղյակ կլինեն, որ Հայաստանը Ռուսաստանի ամենակիփ բրյունետներն են։ Բայց դատելով ոստիկանների ձողով հարվածի ուժգնությունից, կարծես նրանց էլ այդ պատճենը չէր ուղարկված։ Okay, գնացինք էլի Եվրոպա։ Հռոմի դեսպանատուն։ Նորից շատ մերսի ինձ տեղ ուղարկելու համար։ Դիվանագիտական պահերը նույնն են, բոլորս սիրում ենք, ամիշ նորմալ է։ Մեր լոբինգի արդյունքում հնարավոր է վերջապես նրանք օրենքով ճանաչեն, որ հայերը շատ նման են իտալացիներին։ Նորից շատ մերսի։ Չինաստան, դե նենց ընդհանուր լոքշա։
Ցեղասպանություն ման կարողացանք ճանաչել տալ երկու նահանգում, ամբողջ պատվիրակությունը 5 տարի դրա վրա էր աշխատում, մնաց 854 նահանգ։ Սենց որ տան բերում սեքսի, հա։ Թողա մի տեղ պայեմ։ Okay։ Ուրեմն Վրաստան։ Վրացիները աչքիս այդքան էլ բութ չեն։ Ինչքան մեզ սովորեցնում են միջազգային հարաբերությունների բաժնում։ Հանդիպեցի մի քանի վրացիների, ովքեր զրուցում էին Նիցշեի մասին։ Առաջարկում եմ փոփոխություն մտցնել մեր ստերեոտիպների մասին օրենքում եւ վրացիներին ճանաչենք միջին ինտելեկտուալ երկիր։ Նորից Վաշինգտոնի դեսպանատունը։ Human Rights Watch-ը ուզում է Հայաստանը ճանաչել ավտորիտար երկիր։ Ես հասկանում եմ, որ դա աբսուրդ է, ուղղակի ստեղից իրոք տենց է երևում։ Որ գալիս եմ Հայաստան, քան չեմ զգում։ Ամերիկացի այնքան միամիտ են, այնքան հիմար են, որ նրանց մոտքի խոսքի ազատությունը այնքան աղավաղված է, որ նրանց մոտ ստեղ լուրեր է տարածում, որ Հայաստանում ոստիկանները պայքարում են էմոների դեմ, իսկ ընդդիմությանը ֆիզիկապես չեն թողնում մոտենալ օպերային։ Աբսուրդ է, չէ՞։ Նորից Վաշինգտոն դեսպանատունը ուղարկում է Երևան։ Պարոն Ալբանյան, ձեն չեք անում իմ վերջին հարցի հետ կապած։ Աբսուրդ է, չէ՞։ Ինչ ասեմ սենց հարցերին, պատասխան Երևանից։ Ասա, որ մենք Լիխտենշտեյն չենք, նոր ենք անկախացել, դեռ կայացման փուլում ենք, առայժմ չենք հասունացել լիովին տոլերանտության համար, բայց լուրջ հաջողություններ ունենք, արդեն նույնասեռականությունը արգելող օրենքը հանել ենք, շուտով նաև կդադարեցնենք պետական աջակցությունը հոմոֆոբիային։ Այսինքն պոզիտիվ բաների վրա կենտրոնացի, թաթուն։ Վաշինգտոնից։ Ամերիկացիները նորից գժվել են, ստեղ էլի են լուրն է տարածվել, որ մայրաքաղաքի քաղաքապետը ցեցում է նախագահականի աշխատակիցներին։ Վաղը առավոտյան մամուլին եմ հանձնելու մերժումը ու կդատապարտեմ սխալ իրենց տեղեկատվությունը ԶԼՄ-ներով։ Երևանից մի շտապի։ Վաշինգտոնից։ Իսկ կարող եմ հերքել, որ դատական ակտերի դահակի ղեկավարը մարդ է տպել մի շտապի։ Վաշինգտոնից նորից։ Փիղլն եմ։ Ու Երևանից վերջինը։ Ապեր Facebook-ից դուրս եմ գալիս։ Մնացածը գաղթի դիվանագիտական ալիքներով ուղարկի, լավ։